Քանութ եկել ենք, դրել ենք մեր տունը, որ հետո ուտ գնանք տուն, մեր սոկերը խմելու ենք տունը։ Ասեմ, մաման գնում եմ, դուն եսել եմ, հաջող ասում եմ, չիմնացում, բաբային գնում եմ, չիմնացելու։ 22 երեխաների համար, որոնք 3-ից 14 տարեկան են, երեխաների պաշտպանության Մարտիգյան կենտրոնը փնտրում է խնամատար ընտանիքներ։ Սովորական, ջերմ, երեխայասեր ընտանիքների, ովքեր կհամաձայնեն խնամել մեր կամ այլ ճգնաժամային կենտրոններում գտնվող կամ մանկատներում գտնվող երեխաներին։ Դրա կարիքը շատ մեծ է։ Մարտիգյան կենտրոնում գտնվող երեխաներն ավելի շատ են, բայց դեռևս միայն 22-ն են խնամատարության ենթակա։ Մյուսների դեպքում սեփական ընտանիքի հետ վերամիավորման հավանականությունը դեռ սպառված չէ։ Խնամատարությունը որդեգրումից տարբերվում է նրանով, որ ժամանակավոր է առավելագույնը մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Միրա Անտոնյանի խոսքով սակայն քիչ չեն դեպքերը, երբ չափահաս դառնալուց հետո էլ երեխաները շարունակում են ապրել խնամատար ընտանիքներում։ Կարմին գույնը վերցնել եմ, խփել եմ բջունային, բայց կա ինձի սիրունինի մամայի, ես էլ եմ սիրում մամայի, սիրել եմ։ Ճգնաժամային կենտրոններում կամ սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաներին ծանր մանկություն է բաժին ընկել։ Նրանց ոչ միայն ջերմություն ու սեր է պետք, այլև ըստ էության մասնագիտական մոտեցում։ Անտոնյանը վստահեցնում է, գործընթացը մտածված է շատ մանրամասն ու հանգամանալից, որ երեխան ու նրան ընդունող ծնողները պատրաստված լինեն կյանքի նոր փուլին։ Խնամատար ծնողները վերապատրաստումներ են անցնում, առայժմ 36, շուտով արդեն 60 ժամ տևողությամբ։ Երեխային եւ ընտանիքին նախապես շատ լրջորեն հանգամանորեն պատրաստում ենք, բացի այդ համադրման process-ն է տեղի ունենում, որտեղ լինում են կարճատև հանդիպումներ ծնողի եւ երեխայի միջև, ապա մի փոքր ավելի երկար տևողությամբ, հետո հնարավոր է 1 օր տևողությամբ, հետո 1 շաբաթ։ Մի խոսքով, process-ը այնպես է կազմակերպվում, որ հնարավոր լինի դատողություն անել արդյոք ռիսկեր կան, թե այն զույգն է, այսպես ասած, մայր երեխա կամ ծնող երեխային զույգն է, որը միանշանակ ախոս իրար կհասկանան։ Նոր ընտանիքում ապրելու հեռանկարին երեխաներին սկսում են պատրաստել այն պահից, երբ արդեն գտնվել է խնամատար ընտանիքը։ Հակառակ դեպքում սպասման ժամանակն էլ նրանց համար դժվար է։ Մենք հիմա իրանց պատրաստում ենք, որ այլևս հնարավոր չի ընտանիքի հետ վերամիավորվելը։ Բնականաբար դա շատ տրավմատիկ իրավիճակ է, երեխաներին բավական ժամանակ է պետք եւ բավական աշխատանք է պետք, որ այդ մտքի հետ հարմարվեն։ Դեռ վաղ է ասել, բայց հենց գտնում ենք ընտանիք, սկսում ենք իրենց տալ այդ հույսի վերաբերյալ ինֆորմացիան, որ քո սեփական ընտանիքը հարմար չի, վտանգավոր է, ռիսկային է, նայած ինչ իրավիճակ է, բայց կա մի ուրիշ ընտանիք, որը սիրով կվերցնի քեզ խնամելը։ Եվ իրենք արդեն տեղյակ են այդ մոդելի մասին։ Կենտրոնի հոգեբանը նշում է, անկախ նրանից, թե երեխաներն իրենց ընտանիքներում ինչ պայմաններում են ապրել, միևնույնն է ընտանեկան այդ միջավայրն ասոցացնում են երջանկության, ապահովության, հանգստության հետ։ Հատկապես երբ սկսում են հաճախել դպրոց ու խմբակներ եւ տեսնում են, որ ընկերներն ունեն ընտանիք, իրենք էլ երազում են վերադառնալու մասին։ Երբ որ հասկանում են, որ կամ ընտանիքը չկա, կամ արդեն ասենք մի քիչ ավելի գիտակից տարիքում կամ այնպիսի տրավմաներ ու դժվարություններ են ընտանիքում ունենում ու հասկանում են, որ չեն ունենալու այն ապահով միջավայրը ընտանիքում, բնականաբար խնամատար ընտանիքի փորձը իրենց համար դառնում է ցանկալի մի բան։ Նարինե Աբրահամյանն ասում է, իրենց աշխատանքի կարևոր մաս է թե երեխաներին ու թե խնամատար ծնողներին պատրաստել սպասվող դժվարություններին։ Բոլոր հարաբերությունների առաջին փուլն ըստ նրա մեղրամիս է, բայց հետո շատ բաներ այլ կերպ են լինելու։ Այսինքն դու գնում ես ընտանիք, այդ ընտանիքում դու ունենալու ես պարտավորություններ, պարտականություններ, որոնք բոլոր երեխաները իրանց նույնիսկ կենսաբանական ընտանիքում ունեն։ Սա սովորական է, սա նորմալ է։ Նույնն էլ ծնողը պետք է հասկանա, իսկապես շատ բարի, շատ լավ բան է կարել, կյանք փրկող գուցե, կենսագրություն փրկող գործ է կարել, բայց երեխան ունենալու է իր տարիքին բնորոշ բոլոր պորտկումները։ Սա կենսաբանական ընտանիքում էլ է լինում, բայց այդ չի խոսում ապերախտության մասին։ Պլյուս անպայման կարևոր է գիտակցել, որ այս երեխաները, բացի այն սովորական բարդություններից, որ տարիքային բոլոր երեխաներն են ունենում, հնարավոր է կամ շատ հնարավոր է
Չի բացառվում, որ ունենան նաև իրենց տրավմատիկ փորձով պայմանավորված ապրումներ։ Կենտրոնի հոգեբանը վստահեցնում է երեխաներին նոր ընտանիքներ ուղարկելուց հետո դռները նրանց հետևից չեն փակվում եւ սոցիալական ու հոգեբանական աջակցությունը կարող է շարունակվել։ Մարտիգյան կենտրոնում իրենց նոր ընտանիքներին սպասող երեխաներն ընդգծված առողջական խնդիրներ չունեն։ Կենտրոնի տնօրենն ասում է, պարզապես նրանց զարգացումը հաճախ հետ է ընկած տարեկիցներից, ինչը արագ հնարավոր է լինում շտկել։ Որևէ մեկը երեխային գիրք չի կարդացել, որ ինտելեկտը զարգանա, հա, որևէ մեկը մուլտիկ չի նայել հետը, հեքիաթ չի կարդացել, հետը այդ հեքիաթը չի վերլուծել, հետ թանգարան չի տարել, թատրոն չի տարել, փողոցում չի քայլել, ծաղիկ չի տվել, ծառ, հասկանում եք, այս ամեն ինչը տալու միջոցով է ձևավորվում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան հիշեցնում է, Հայաստանում խնամատարությունը որպես այլընտրանքային խնամքի ձև ստեղծվել է 2006 թվականին, բայց թափ է հավաքել 2018-ից ու հատկապես 2019 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո։ 2018 թվականի դրությամբ 17 խնամատար ընտանիքներում ապրում էր 18 երեխա։ 2025 թվականի դեկտեմբերի տվյալով 110 ընտանիքի խնամատարությանն է հանձնված 196 երեխա։ Խնամատարության ենթակա դեռ 350 երեխա կա, բոլոր հաստատություններում միասին։ Խնամատար ընտանիքը յուրաքանչյուր երեխայի համար ստանում է շուրջ 140,000 դրամ, 75,000-ը որպես նվազագույն աշխատավարձ, մնացածը խնամվող հոգեզավակի նպաստ։ Այժմ նոր օրենսդրական փոփոխություններ են մշակվում, խրախուսելու համար նաև առողջական խնդիրներով երեխաների խնամատարությունը։ Բարեփոխումների նպատակը ուղղված է նրան, որ կարողանանք նաև մասնագիտացված խնամատար ընտանիքների թիվը բազմապատկել, դրանք այն ընտանիքներն են, որտեղ պետք է խնամվեն առողջական խնդիրներ ունեցող երեխաները։ Մասնագիտացված խնամատար ընտանիքներն առայժմ ընդամենը 12-ն են, 17 երեխայով։ Այս պահին մասնագիտացված խնամատար ծնողները որպես աշխատավարձ ստանում են նվազագույն աշխատավարձ հավելյալ 30%, իսկ երեխաների նպաստը մնում է նույնը։ Օրենսդրական փոփոխություններով եւ աշխատավարձի ու նպաստի չափն է նախատեսվում ավելացնել, եւ թե ծառայությունների ու աջակցությունների տրամադրում է նախատեսվում։ Ըստ փոփոխությունների նախատեսվում է անգամ, որ երեխաների տարիքային տարբերակումներ մտցվի, այսինքն 0-ից 3 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսվում մի նպաստ, 3-ից 6 մեկ այլ նպաստ, հիվանդություններ ունեցող երեխաների պարագայում մեկ այլ նպաստ։ Իդեպ վերջերս կատարված մեկ այլ փոփոխությամբ խնամատար ծնող կարող են դառնալ մինչև 65 տարեկան անձինք։ Նախկին 55 տարեկանի շեմը բարձրացվել է։ Խնամատարության ենթակա 350 երեխաների ավելի քան 100-ը գտնվում են ճգնաժամային կենտրոններում։ Նրանք հիմնականում առողջական խնդիրներ չունեն, իսկ սոցպաշտպանության հաստատություններում գտնվող մյուս երեխաների 90%-ը տարբեր առողջական խնդիրներով են։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, Դավիթ Մաչկալյան և Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։